Սիրելի եղբայրներ, քուրեր, մեր ուշադրությունը այսօր դարձնենք մի քանի տեղ Սուրբ Գրքից կարդալով, սերտելով, եւ առաջի տեղը, որ ուզում եմ հիշեցնել ձեզ այսօր, գրված է Թուղթ Փիլիպպեցիս 2-րդ գլուխ 8 եւ 9 համարների մեջ։ Այստեղ գրված է Հիսուսի ծառայության մասին, սիրելի եղբայրներ, քուրեր, եւ Հիսուսի փառքի մասին։ Աստծո խոսքը ասում է հետեւյալը. Իրան խոնարեցրեց եւ հնազանդ եղավ միջև իմ մահ եւ այն էլ խաչի մահ։ Այս կարճ խոսքի մեջ պարունակված է Հիսուս Քրիստոսի փառավոր ծառայությունը։ Իրան խոնարեցրեց։ Մենք այսօր մտածելով մեր անձնական ծառայության մասին, ավելի շատ մտածում ենք փառավոր գործերի, հրաշքների կամ մեծ ինչ-որ երևույթների մասին։ Բայց տեսնում ենք Հիսուս Քրիստոս իր ամբողջ ծառայությունը սահմանափակեց այս հրաշալի եւ օրհնյալ խոսքով. Իրան խոնարեցրեց հոր կամքը ընդունելով։ Տեսեք ինչ է գրված։ Ասում է, որ նա իրեն խոնարեցրեց։ Եվ այս խոնարհության մեջ մենք տեսնում ենք Հիսուսի բնությունը։ Նա Աստված տնելով, Աստծո կերպարանքը իր մեջ եւ իր վրա ունենալով, նա խոնարհվեց եւ մարդ տարավ։ Նա նմանվեց մարդուն եւ ընդունեց մարդու ճանապարհը։ Եվ դա էլ կարծես քիչ էր, Սուրբ Գիրքն ասում է, եւ Աստված մեր բոլոր մեղքերը վերցրեց եւ դրեց իր վրա։ Սա մի յուրահատուկ խոնարհություն է, եղբայրներ, քուրեր։ Ինչքան դժվար է, եթե մենք հանդիպում ենք դեպքեր, երբ որ ինչ-որ մեկին կամ մեզ անմեղ տեղը մեղավոր են հանում, ասում են, այս մարդը մեղավոր է։ Ինչքան տհաճ է, ինչքան դժվար է, բայց տեսեք, Հայր Աստված մեր բոլոր մեղքերը վերցրեց եւ դրեց իր որդու վրա։ Եվ սա խոսում էր Հիսուսի խոնարհության մասին։ Նա ընդունեց իր հոր կամքը։ Նա ընդունեց մեր փրկության գործը եւ խոնարհությամբ անցավ այդ հրաշալի եւ օրհնյալ ճանապարհը։ Եվ նորից եմ կարդում այդ համարը. Իրան խոնարեցրեց եւ հնազանդ եղավ միջև իմ մահ։ Եվ հոր կամքն է, սիրելի եղբայրներ, քուրեր, որ իր որդին մեր տեղը մահը ճաշակեր։ Եվ Հիսուսը համաձայնեց նույնպես այս ամեն բանին եւ նա մտավ մահվան թագավորությունը, խաչելությունից հետո նա հաղթեց մահվան թագավորությունը եւ իրավունք տվեց այսօր մեզ բոլորիս, որպեսզի մենք մահից ի կյանք տեղափոխվենք, ապրելով աշխարհի վրա, ապրելով այս ունանության մեջ, ունելով տարբեր մարմնավոր տկարություններ, մենք իրավունք ենք ստացել Հիսուսից մահից ի կյանք տեղափոխվելու։ Եվ այսօր ես եւ դու կարող ենք համարձակ հաստատենք եւ ասենք. իմ Հիսուսը հաղթեց մահին, իմ Հիսուսը հաղթեց դժոխքին, դրա համար հավիտենական մահը եւ դժոխքը իմ հետ ոչ մի կապ չունի։ Սա Աստծո խոստումն է, եղբայրներ, քուրեր։ Սա Աստծո գործն է, որը անձամբ Քրիստոսը կատարեց աշխարհում մեր բոլորիս համար։ Եվ ուշադրիր լինենք, եղբայրներ, քուրեր, մենք որպես մարդ ընդունակ չենք եւ ուժ չունենք եւ երբեք չենք էլ ունենա մարդկային կարողություններով հաղթենք մահին, հաղթենք դժոխքին։ Դա անհնարին է, բայց Հիսուսը հաղթեց եւ փառք իրան դրա համար։ Եվ այդ հաղթության իշխանությունը Հիսուսը ձեռք բերեց եւ այդ իշխանությամբ այսօր նա գործում է եկեղեցու մեջ։ Եվ շարունակենք ինչ է գրված Սուրբ Գրքում։ 10-րդ համարը Փիլիպպեցիս 2-րդ գլխի խոսում է հետեւյալը։ 9-րդ համարը. Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է։ Ուշադրություն դարձնենք, եղբայրներ, քուրեր, դրանից առաջ Պողոս առաքյալը խոսում էր Հիսուսի հնազանդության եւ խոնարհության մասին։ Հնազանդություն միջև ի մահ, հնազանդություն միջև այն վիճակին, երբ որ նա ընդունեց մարդկանց բոլոր մեղքերը իր վրա եւ այդ մեղքը դատապարտեց խաչի վրա։ Նա ոչնչացրեց այդ մեղքերը, եղբայրներ, քուրեր։ Եվ հետեւյալ միտքը Պողոս առաքյալը ասում է. դրա համար Աստված նրան բարձրացրեց եւ ամեն անունից բարձր անուն պարգևեց։ Սա նշանակում է Հիսուսը մտավ երկինք որպես հաղթող։ Նա ունի հաղթողի անուն եւ դա ամենաբարձր անունն է, որը Հայրը
տվել է իրան։ Եվ այսօր մենք կարող ենք հարց տալ. ինչ օգուտ մեզ այդ անունից։ Ինչ օգուտ մեզ այդ օրհնությունից։ Եվ դրա համար մենք շարունակելով այս միտքը տեղափոխվենք հայտնության գիրք, եղբայրներ քույրեր, բացենք 3-րդ գլուխը եւ 11 համարում գրված է հետեւյալը. Ահա ես գալիս եմ շուտով։ Պահիր այն, ինչ որ ունես։ Իսկ մենք ինչ ունենք, եղբայրներ քույրեր։ Այստեղ գրված չի, որ մենք ինչ որ մեր երևելի բաները պահենք։ Սա մենք արդեն սովորել ենք։ Բայց Աստծո խոսքը ասում է, պահի այն, ինչ որ դու ունես, Աստծո կողմից քեզ տրված, որը դու երբեք չեր կարող ոչ գնել, ոչ ինչ որ միտեղ գտնել, կամ ինչ որ մի մարդ քեզ կարող է տալ, ոչ։ Աստված ինքը քեզ տվել է փրկություն եւ քեզ տվել է իր հաղթության իշխանությունը։ Եվ Աստված իրավունք է քեզ տվել, որ դու այսօր օգտվես Հիսուսի հաղթության իշխանությունով։ Եվ այդ իշխանությունը այսօր եկեղեցում գործում է, նա գործում է քո անձամբ կյանքիդ մեջ եւ քո հավատքի միջոցով մեծ գործեր անում քեզ համար։ Մենք որպես մարդ մահին չենք հաղթել։ Մենք որպես մարդ դժոխքին չենք հաղթել, բայց մենք օգտվում ենք մահին հաղթողի իշխանությունով, ուրեմն Հիսուսի իշխանությունով։ Մենք իրավունք ունենք այսօր ասելու դժոխքին ոչ, որովհետև մենք Հիսուսի ձեռքերի մեջ ենք։ Մենք ունենք Հիսուսի անվան օրհնությունը։ Եվ շարունակելով, եղբայրներ քույրեր, մենք տեսնում ենք այստեղ առաքյալը փոխանցում է Հիսուսի խոսքերը հետևյալ մտքով. Պահիր այն, ինչ որ ունես, որ ոչ ով չառնե քո պսակը, ով որ հաղթում է, սուն կանեմ նրան իմ Աստծո տաճարումը, ով որ հաղթում է։ Ուրեմն տեսեք, եղբայրներ քույրեր, ինչպես Հիսուսը հաղթեց եւ անուն մստացավ իր հոր կողմից, փառավոր անուն, եւ քեզ տվեց իշխանություն, որ դու աշխարհում քայլելով, այս քո առօրյա վիճակների մեջ անցնելով, կարողանաս նույնպես հաղթող լինես։ Հաղթող Աստծո իշխանությունը օգտագործելով, հաղթող Աստծո անունը օգտագործելով, հաղթող Աստծո զորությունը օգտագործելով, այս ամենը քեզ տրված է։ Եվ տեսեք, այս Հիսուսն ասում է, ով որ հաղթի, փրկությունը այլ բան է, մեղքերի ներումը այլ բան է, բայց հաղթելը ուրիշ բան է։ Փրկվածները շատ են, եղբայրներ քույրեր, բայց հաղթողները ոչ։ Ուշադիր լինենք։ Մեր փրկության համար պետք էր Հիսուսի Գողգոթայի զոհը, բայց հաղթելու համար մենք պետք է այդ զոհի զորությունը կարողանանք օգտագործել մեր կյանքում։ Ոչ թե միայն Աստծո խոսքը լսենք, այլ այդ խոսքը օգտագործենք, այդ խոսքի զորությամբ օգտվենք, այդ խոսքի իշխանությունը օգտագործենք մեր կյանքում, եղբայրներ քույրեր։ Ով որ հաղթում է, սուն կանեմ նրան իմ Աստծո տաճարումը, եւ այլևս դուրս չի գա, եւ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը ու իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից իմ Աստվածանիցը եւ իմ նոր անունը։ Ուշադրություն դարձնենք, եղբայրներ քույրեր, ինչ հետաքրքիր բանի մասին է խոսում Հիսուսը։ Ասում է իմ նոր անունը կգրեմ նրա վրա։ Այդ անվան առջև երկրպագություն են անում ամբողջ հրեշտակած աշխարհը։ Հիսուսի անվան առջև խոնարհվում են։ Եվ այստեղ Հիսուս ասում է, որ այդ իմ նոր անունը ես կգրեմ քո վրա։ Միայն հաղթող եղի։ Սիրելի եղբայր եւ քույրիկ, ով որ այսօր լսում եմ այս քարոզը, թող Աստված օրհնի ձեզ եւ զորացնի։ Դուք կանչված եք մի այնպիսի հրաշալի փառքի մեջ մասնակից լինելու, որը մարդու մտքից վեր է։ Եղբայրներ, մենք դժոխքը չենք հաղթել, բայց Հիսուսը հաղթել է։ Մենք մահը չենք հաղթել, բայց Հիսուսը հաղթել է։ Իսկ մենք կարող ենք օգտվել այդ հաղթությունով։ Մենք կարող ենք այդ հաղթությունը մեր կյանքի մեջ հաստատել, երբ որ գալիս են դժվար օրեր, երբ որ գալիս են տարբեր տեսակի փորձություններ, հիշի, դու կանչված ես հաղթելու։ Ոչ թե քո գաղափարով, ոչ թե քո ուժով, ոչ թե քո մարդկային անունով եւ փառքով, դու կանչված ես հաղթելով Հիսուսի անունով։ Դու կանչված ես հաղթելու օգտագործելով Հիսուսի հաղթությունը եւ իշխանությունը
Եվ դու ունես մեծ ապագա Աստծո կողմից պատրաստված։ Եվ Հիսուս ասում է քո վրա կգրեմ իմ նոր անունը։ Երուսաղեմի անունը կգրեմ քո վրա եւ իմ հոր անունը կգրեմ քո վրա։ Օ եղբայրներ քրես, ինչ մեծ փառք է։ Այս ինչ մեծ ապագա է սպասում ամեն մեկիս։ Դրա համար, ինչպես Պողոս առաքյալը գրում է, որ մեր ժամանակավոր դժվարությունները, հալածանքները, տանջանքները ոչինչ չեն ներկայացնում իրանցից, եթե համեմատենք այն փառքի հետ, որը սպասում է ամեն քրիստոնյայի։ Փառք մեր Տիրոջը։